Բարև ձեզ ժողովուրդ։ Այսօր մի փոքր ձեզ վկայություն կանեմ ու կօրհնեմ ձեզ այս հրաշալի տեղից անտառամութ վայրից։ Ուրեմն տարիներ առաջ, երբ որ ես ապաշխարեցի, բավականին շատ երկար հալածանքներ կրեցի իմ ընտանիքից, իմ հորից, իմ մորից, աղբերներիս կողմից ևս։ Ու գիտեք ինչ եղավ, մի տարի հետո շատ հիասթափված էի, շատ կոտրված էի։ Թեպետ ես վկայել եմ իմ քարոզներից մեկում, բայց նորից կպատմեմ այս կարճ խոսքը։ Ուրեմն Սաղմոսում գրված է, որ երբ որ նրանք դուրս եկան Քանանից գնացին Եգիպտոս, նրանք սակավաթիվ էին, քիչ էին, 75 հոգի մարդ էին, բայց երբ որ դուրս եկան Եգիպտոսի գերությունից 3 միլիոն ավել ժողովուրդ էին։ Ուրեմն այդ կոտրվելու ժամանակ, երբ որ տենց արդեն հիասթափված, կոտրված, ճնշված էի, եւ եթե քիչ էր մնում, որ հանձնվեմ, Աստված մի եղբայր ուղարկեց ինձ մոտ, ով հետաքրքիր բան ասեց, մի կոտրվի, մնա Տիրոջ կողքը։ Դու կտենաս, որ Աստված հերթով բոլորին կոտրելու է։ Աստված հերթով բոլորին քու կողմն անցկացնելու։ Բայց եթե դու չմնաս Տիրոջ կողքը, դու կկորցնես համ քեզ, համ բոլորին։ Անցի Տիրոջ կողքը, Տերը հատ բոլորին կկոտրի ու կանցկացնի իր կողքը։ Երբ որ ինքը գնաց, Սուրբ Հոգին այցելեց, Հիսուս խոսաց, որ սրանից հետո ավարտվեց ամեն ինչ։ Սկսվում է փրկության գործընթացը։ Գիտեք, ժամանակներ անցավ ու ես մտա ծառայության մեջ, ծառայեցի, սկսեցի ծառայել եւ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Առաջինը, որ եկավ Տիրոջը, դա իմ աղբոր կինն էր։ Հնարավոր է ստեղ նկարներ դրվի ու դուք տեսնեք այդ մարդկանց դեմքերը հատ, որոնք կոնկրետ իմ հետ չեն եղել սկզբից, ի սկզբանե։ Հետո իր տղան Արտուշը, հետո մամաս Քարմիլան, հետո պապաս Վրեժը, հետո եկավ աղբորս մյուս աղբորս աղջիկը Վիկտորիան, հետո եկավ իրանց հարսը էլի Վիկան։ Գիտեք, երբ որ հիմա հաշվում եմ, թե քանի մարդ է, որ ինձ հետ է ու եկեղեցում է, ես ես մի քանի մարդու անունները տվեցի, նրանց երեխաներն են, նրանց հարսներն են, հետո Արտուշը ամուսնացավ իր կինը, բոլորը իմ կողքն են այսօր, անգամ փոքր Բենը, Խորենից տղան, Խորենը, Վանուհին, Մարիան եւ Արտուշը իր կնոջ հետ, իր երեխայի հետ, Վիկան իր տղայի հետ, Արմանչիկի հետ։ Մի խոսքով, կհաշվենք, նկարները ստեղ կտեղադրենք, դուք բոլորի դեմքերը կտեսնեք, մնացել է իմ երկու եղբայրը, նրանց մեկի կինը եւ մի տղա Վրեժը։ Եվ Տերը նույն տարին ինձ խոստում տվեց, որ քո ընտանիքից ոչ մեկ, քո հարազատներից ոչ մեկ անհավատ չի մահանալու։ Բոլորը ապաշխարելով պետքա դառնան ինձ ու նոր գնան երկինք։ Դա տեղի ունենում։ Այսօր իմ մաման եւ իմ հայրը գնացել են երկինք Տիրոջը ընդունելուց հետո։ Ասեմ, որ մանավանդ ջրի մկրտությունը անգամ ես եմ անցկացրել իրանց։ Եվ այզև իմ հարազատները փրկվում են։ Հավատացեք, որ հաջորդը դուք եք եւ ձեր հարևաններից, ձեր բարեկամներից, ձեր հարազատներից, երբ որ դուք ուզում եք խոստմունք ստանալ Տիրոջից, հավատացեք, որ ոչ մեկ նրանցից ոչ մեկ անհավատ չի մեռնելու, նրանցից ոչ մեկ դժոխք չի գնալու։ Գրված է դժոխք գնացողներին, մահվան գնացողներին, սրի կամ գերության գնացողներին ազատի։ Սա
իմաստությունը արդեն։ Օրհնում եմ ձեզ, օրհնում եմ ձեր կյանքը, օրհնում եմ ձեր ժամանակը, օրհնում եմ ձեր ընտանիքը, օրհնում եմ ձեր երեխաներին, օրհնում եմ ձեր ընտանիքի մարդկանց, աղոթում եմ, որպեսզի Տիրոջ փառքը հեղեղվի իրանց կյանքի մեջ եւ Տերը ցույց տա փրկությունը, մեծ փրկությունը, որ ունի Հիսուս Քրիստոսի մեջ։ Օրհնում եմ ձեզ, աղոթում եմ բոլորիդ համար։ Աղոթում եմ նաև քեզ համար, Նարեկ ջան, որ խոստացել էի։ Աղոթեմ քեզ համար, թող Տերը քեզ առատապես օրհնի եւ լցնի իր բարերարություններով եւ իր հաճությամբ։ Տերը օրհնի ձեզ։ Բոլորդ կարող եք գրել ամեն կամ մեկնաբանություններ անել եւ վկայություններ անել կամ ասել, որ Տերը ինչ խոսած, ինչ դրեց ձեր սրտի մեջ այս կարճ վկայությունից։ Ես օրհնում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն, ամեն։